Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թողում ես պարդից մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի մեզ իր խաղաղության մեջ պահի Մենք այսօր շարունակում ենք Տիմոթեոս առաքյալին ուղղված Պողոս առաքյալի նամակը, երրորդ գլխի 10-ից 13 համարները պիտի սերտենք այսօր 4 համար, ինքը վերնագրված է որպես հորդորներ, պատգամներ եւ շատ գեղեցիկ ու կարեւոր հատված է տեսնելու թե քրիստոնյան ինչպես պիտի ապրի իր կյանքը խոսքով ու գործով, որովհետեւ առանց գործի խոսք արժեք չունի եւ Եթե այդ գործի մեջ նեվսերը դրված չէ, ընդհանրապես արժեք չունի, թե դու ինչին ես հավատում կամ ինչ ես անում։ Մենք այնցել անգամ տեսանք, թե այդ կեղծ ուսուցիչները նպատակը որն է, ինչպես են ուզում քանդել եկեղեցին։ Հիմա Պողոս առաքյալը հորդորում է Տիմոթեոսին, որ իր օրինակով, իր հավատքի, համբերության, կամեցողության, սիրո միջոցով ինքն էլ նույն ճանապարհով ընթառաջ գնա։ Տեսնենք ինչ է ասում այսօր առաջին համարի մեջ, 10-րդ համարը։ Իսկ դու հետևիր իմ վարդապետությանը Իմ վարմունքին, կամեցողությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն եւ համբերությանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին։ Ուրեմն տեսեք սիրելիներ, Պողոս առաքյալը այստեղ խոսում է թե ինչպես է ինքը ապրել, այսինքն իր խոսքն ու գործը նույնն է, ինչ որ խոսել է, քարոզել այստեղ, մենք կարդում ենք, բառացիորեն ապրել է այդ ամենը իր կյանքի մեջ։ Ինչպես որ խոսել է, այնպես էլ ապրել է։ Այս ամենը վկան եղել է նաև Տիմոթեոսը, դրա համար ասում է հետևիր իմ վարմունքին, այսինքն իմ ապրելակերպին հետևիր, ինչպես որ ես եմ ապրել, որովհետև յուրաքանչյուր մարդու կյանքի մեջ շատ կարևոր է։ Օրինակի համար, երբ որ երեխային ծնող ինչ-որ բան է ուզում ասել, խոսքից ավելի շատ ինքը պիտի ապրի, որ երեխան տեսնի դա ճիշտ է, որպեսզի ինքը ապրի։ Եթե ծնողը խոսում է մի բանի մասին, բայց մեկ այլ բան, երեխայի մոտ այդ խոսքը արժեք չունի։ Ինչքան էլ պահանջես երեխայից, ինքը չի անել այն, ինչ որ դու խնդրում ես։ Դրա համար ասում է դու իմ վարմունքին, իմ ապրելակերպին հետևիր, եւ տեսեք ինչ է ասում, բայց Աստծո շնորհով եմ ինչ որ եմ, եւ իմ մեջ եղած նրա շնորհը իզուր չանցան, այլ նրանցից բոլորից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհն էր, որ ինձ հետ էր։ Ուրեմն տեսեք, շատ կարևոր մի բան կա, որ մենք մարդիկս միշտ սովոր ենք, չէ, որ ասենք ես այսպես արեցի, առաջինը ես արեցի, ինձանից առաջ դեռ ոչ ոք չէր արել, եթե ես այս գործը չլիներ, բայց տեսեք Պողոս առաքյալը ասում է ոչ թե ես եմ արել, այլ մեջ եղող Աստծո շնորհն է այս ամենը, ինչ որ արել է, Աստծո շնորհն է մեջ գործել։ Ուրեմն շատ կարևոր է, որ հատկապես հոգևոր կյանքի մեջ մարդիկ երբեմն իրենց շատ բաներ են վերագրում։ Իրենց թվում է, որ իրենք պահք պահեցին, աղոթեցին, տարիներով եկեղեցի գնացին, սուր գրքի էջերը անգիր իմացան, իրենք ավելի զորավոր են, քան մյուսները, կամ իրենք Աստծուն ավելի մոտ են, քան մյուս մարդիկ։ Բայց այստեղ Պողոս առաքյալն ասում է ոչ թե ես, այլ մեջ եղող Աստծո շնորհն է, որ ինձ այդպեսին դարձրեց։ Որովհետև երբ որ դու պատրաստակամ ես Տիրոջը ճանաչել ու զգալու Տիրոջ հետ ապրելու, Աստծո շնորհը քո մեջ գործում է, Աստված քեզ առաջնորդում է։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում մարդու կյանքի մեջ, ինչ է ասում Պողոս առաքյալը, չէ՞, մարմինը հոգու հակառակն է ուզում, հոգին մարմնի հակառակն է ուզում։ Այն ինչը որ մենք անում ենք, օրինակ չար բաներ, որ մենք գործում ենք, դա մեր կամքով ենք, չէ՞, գործում։ Բայց երբ որ մենք բարի բաներ ենք գործում, դա մարդու կամքի եւ Աստծո շնորհի միությունն է։ Այսինքն, եթե Աստծո շնորհը չլինի մարդու կյանքի մեջ, մարդը երբեք չի կարող բարի բաներ գործել։ Ինքը միշտ չարության մեջ պիտի ապրի։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մարդ, երբ որ ինքը աղոթում է հոգևոր կյանքի մեջ է մտնում, ինքը իր մեջ ունենա Աստծո շնորհ, որ Աստծոց տալիս է մարդուն։ Եվ հետո սիրելիներ, հաստեղ հատկապես ինչի ասում իմ կյանքի իմ օրինակ ընդօրինակիր, Տիմոթեոսը եպիսկոպոս էր, չէ՞, հիշում եք, ինքը դարձավ եպիսկոպոս, ուզում է ասել, որ հոգևորականը հատկապես հովիվը, որ ինքը ժողովրդի մեջ կոչված է ծառայելու, նրա խոսքը, գործը պիտի համապատասխանը։
Գիտեր Հիսուս, որ ժամանակի ընթացքում, երբ որ եկեղեցին գա, քրիստոնեություն հաստատվի, ինչ պիտի լինի, հրեաներին օրինակը բերում է, ասում է, ինչ որ ձեզ ասեն, արեք, բայց ինչ որ իրենք անում են, դուք նույնը չանեք։ Եվ ինչպես նաև Հերոնիմոսն է ասում է Քրիստոսի քահանայի միտն ու բերանը նույնը պետք է լինեն։ Այսինքն ինչ որ դու մտածում ես, խոսում ես, ինչ որ ասում ես եւ պետք է ապրես, եթե դու դրանք այդ ապրումակցումը չկա, այս միությունը չկա, շատ բան պիտի քանդես։ Հիմա տեսեք, շատ կարևոր մի բան կա։ Ուրեմն ինչու է այստեղ ասում, տեսեք, եկեղեցուն հովիվը կարող է ինքը ճիշտ ուղիղը խոսել, չէ, ուղղափառը միտքը խոսել, բայց իր կյանքը չհամապատասխանի։ Իսկ չար մարդ կեղծ ուսուցիչները ինչ էին անում, համ սխալ իրենք էին սխալի մեջ, համ սխալ ուսուցում են։ Հիմա ումից ավելի շատ վտանգ գալիս։ Որից, առաջինից թե երկրորդից։ Առաջինից, չէ, թե որ դու ուղիղ խոսում ես, բայց կյանքը չես ապրում, դու գայթակղություն ես դառնում քո հավատալ, որտեղ հավատացյալի համար ինքը միշտ իր աչքի առջև ունի իր քահանային, իր հովին, ինչպես իր հովիվն է, ռուսական ասացական, ինչպեսին քահանան, այնպեսին էլ հոտն է։ Ուրեմն, երբ որ դու օրինակ չես ծառայում, քո գործով միայն խոսում ես, գայթակղության պատճառ ես դառնում, եւ տեսեք ինչ է ասում, ամուր կարճած մնա։ Այսինքն այս ինչ որ կա, ամուր պահիր քո ունեցածը, ոչ մի բան չթողնես։ Եվ ինքը հիմա թերթում է, տեսեք, հիմա պիտի ասեմ 7 բան է թելադրում, թե ինչին պետք է կարճած մնա։ Ուրեմն առաջին ասում է ին վարդապետությանը ամուր կարճած մնա, բայց դու ինչ է լինի, ին վարդապետությանը կարճած մնա։ Տեսեք, Պողոս առաքյալը Հիսուսի 12 առաքյալների մեջ կար։ Ոչ, չէ, ինքը հակառակը փարիսեցի էր, հալածում էր քրիստոնյաներին, որտեղ հանդիպեց ինքը Հիսուս Քրիստոսին, Դամասկոսի ճանապարհին, չէ, որ գնում էր Հիսուսին հավատացող մարդկանց ձերբակալել բերեր, այնտեղ հանդիպեց Հիսուսին։ Ուրեմն Պողոս առաքյալը ինքը իր ուսուցումը, իր վարդապետությունը ստացավ Հիսուս Քրիստոսին։ Ինչ որ ինքը գիտի, ինչ որ ինքը քարոզում է, այս ամենը Պողոս առաքյալը ստացել է Հիսուս Քրիստոսից, եւ Հիսուս Քրիստոսով ստացածը Պողոս առաքյալը փոխումցում է մեզ։ Հիմա երբ որ ասում ենք Պողոս առաքյալը այսպես ասեց, մենք պիտի հասկանանք, որ Պողոս առաքյալի միջոցով Հիսուս մեզ այդպես ասեց։ Օրինակի համար, երբ որ Ադամն ու Եվանը, չէ, Աստծուց լսեցին, որ չպիտի ուտես, բայց կերան, չէ, չպահեցին Աստծո խոսքը։ Հիմա Պողոս առաքյալը Հիսուսից լսեց եւ փոխանցում է Հիսուսի խոսքը մեզ։ Ինքն ինչ որ հիմա այսեղ Պողոս առաքյալը իր անունով ասում է, մենք փոխաբերական իմաստով պիտի հասկանանք, որ Պողոս առաքյալի միջոցով Հիսուս Քրիստոսը մեզ խոսում։ Ինչու է ասում ին վարդապետությունը, ճշմարտությունը պահիր, կարճած մնա։ Մենք միշտ խոսում ենք, որ 301 թվականին աշխարհում առաջինը մենք ենք քրիստոնեություն ընդունել, բայց այսօր ցավոք սրտի մենք ամենտեղ գնում ենք գուշակների, թուղթուգիր ու սխալ ուսուցումների հետևից գնում ենք, այսինքն մեր ունեցած վարդապետությունը, այն ինչը որ մեր հայրերը պահել են, պահպանել են, փոխանցել են մեզ, մենք ամուր չենք պահում։ Երեք Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը, չէ, Ղևոնդ երեցի գլխավորությամբ վաղը Վարդանանց տոնն է։ Այսինքն 5-րդ դարում, երբ որ վտանգված էր մեր հավատքը, Պարսից թագավորը ուզում էր, որ հայ ժողովուրդը դավանափոխ լինի, հրաժարվեր քրիստոնեությունից, ընդուներ զրադաշտական կրոնը, ինչ պատասխանեց հայ ազգը Հասկերտին, որ այս հավատքից մեզ ոչ հրեշտակները, ոչ ջուրը, ոչ սուրը, ոչ կրակը չեն կարող մեզ բաժանել այս հավատքից։ Այսինքն այս հավատքը, որ մենք ունենք, հավատում ենք, տեսեք 150 տարվա քրիստոնյա ենք մենք այդ ժամանակ, այսպես պատասխան են գրում, որ այս հավատքից մեզ ոչ ոք չի կարող բաժանել։ Այսօր չկա այդ տեսանելի չար, որ մեզի ստիպում են բացայդ, որ մենք հրաժարվենք քրիստոնեությունից, դարերի ընթացքում շատ եղել, բայց այսօր ինչ տեսքով ենք հրաժարվում, հաճույքների մեղքին, երբ որ մեղքը գալիս մը Քրիստոսից հրաժարվի, քո կյանքը պիտի փոխեմ, ավելին պիտի դարձնեմ, մենք փոխում ենք։ Եվ այսօր շատ հաճախ տեսնում եք, որ մարդիկ ասում են, ես աթեիստ եմ, Աստծուն չեմ հավատում, Աստված գոյություն չունի, ամենավատ բանը Աստծուն հավատալն է։ Եվ ամբողջ սատանայի պայքարն է սա, որ մարդը հեռանա։ Եվ դրա համար Պողոս առաքյալը, երբ որ ասում է ամուր կարճացման այդ վարդապետությունը, ուզում է ասի ամուր պահիր քո հավատքը այս սուր գրքով ինչ որ ստացել ես, ինչ որ Քրիստոս քեզ փոխանցել է, այս ամենը ամուր պահիր, որպեսզի քո զավակին էլ փոխանցես, քո զավակն էլ իր զավակին փոխանցի, որպեսզի որպես հոգևոր մարդ մենք մեր դիմագիծը չկորցնենք։ Երկրորդը ասում է իմ վարմունքից կարճած մնա, իմ ապրելակերպից, այսինքն ինչ է սա նշանակում։ Պողոս առաքյալը մեն խոսող չէր, այլ ապրող էր։ Ցավոք սրտի այսօր մենք քրիստոնյաներս ինձանից սկսած մեծ մասս մենք խոսողներ ենք, բայց շատ քիչ ենք ապրում մեր խոսածը։
որովհետև մեկ բան է անգիր իմանալ Սուրբ Գիրքը, օրինակ շատ հաճախ մարդիկ խաբվում են, ասում են, այս մարդը այնքան լավ Սուրբ Գիրք եկել, ասենց անգիր էջերը թեքում էր, բայց սա չի խոսում սիրո մասին այդ մարդու, նվիրումի մասին, Քրիստոսի մասին։ Իր կյանքը օրինակ ցույց տվեց, թե ինքը ինչ որ քարոզում է, այն էլ ապրում է, այսինքն Աստծո խոսքը կենթանի էր։ Եվ տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալը, ասում է նմանվեք ինձ, ոնց որ ես նմանվեցի Քրիստոսին։ Տեսեք ինչքան մարդը հոգևոր կյանքի մեջ այդ վստահությունը պիտի ունենա, որ ասում է նմանվեք ինձ, ոնց որ ես եմ նմանվել Քրիստոսին։ Ուրեմն եթե անգամ մեկը խոսքից մի բան պիտի պահի, այդ ամենը պիտի ամբողջությամբ, եթե խոսում ես մի բան ասենք, օրինակ Աստված ասում է մի շնացիր, այդ գոնե այդ պատվիրանը դու պիտի ամբողջությամբ պահես։ Եթե ասում ես քո ամբողջ սրտով, հոգով, էությամբ պիտի սիրես Աստծուն, ուրեմն գոնե այդ մի պատվիրանը պիտի պահես։ Եթե ինչ որ ասում ես, դու պիտի քո կյանքի մեջ գործի դնես։ Բայց ամենակարևոր խոսքը, որ մենք պետք է պահենք այս աշխարհի մեջ, ո՞րն է։ Սերը, ապրեք, սերը։ Ամենակարևոր խոսքը, որ պիտի ապրես, սերն է, որովհետև Պողոս Արաքյալը, որ նամակը մենք ընթերցենք հատկապես Կորինթացներին ուղղված, որ շատ գեղեցիկ, ասում է, թե ամբողջ աշխարհը շահեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն այս խոսքը պիտի պահես։ Այսինքն Պողոս Արաքյալի խոսքը նաև գործեր, իսկ Հակոբոս Արաքյալն ինչ էր ասում, հավատքը առանց գործերի մեռած է։ Եթե մեկ ասում ես հավատում եմ, բայց այդ հավատքը արտահայտող գործեր չունի, ուրեմն մեռած հավատք է, այդ հավատքը կենթանի չէ, ուրիշներին համար կյանք տվող չէ, ուրիշներին զորացնող հավատք չէ, ուրիշներին փրկող հավատք չէ, այլ մասնավոր սեփական մի հավատք է, որ ինքն էլ չգիտի ինչի համար է անում։ Ուրեմն հոգևոր հովիվի հատկապես այստեղ արդեն որ ասում էին վարմունքին հետևիր, պարտականությունը ոչ միայն մարդկանց ճշմարտությունը սովորեցնել է, այդ ճշմարտությունը պետք է ցույց տա իր սեփական օրինակով, իր կյանքով։ Այսինքն եթե հիմա պահքի մասին ես շատ գեղեցիկ մի քարոզ խոսեմ, բայց դուք հաջորդ օրին տեսնեք ես պահք չեմ պահում ու տուն խմում եմ, վերջացավ, չէ, դուք այլևս ինձ չեք վստահի։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է, որովհետեւ դու ինչ որ ասում ես, նույնը դու կարողանաս քո կյանքի մեջ ասել։ Հիմա տեսեք, ասում է Պողոս Արաքյալը, նմանվենք ինձ, ոնց որ ես եմ նմանվել Քրիստոսին։ Ինչու է այս օրինակը, այս խոսքը ասում Պողոս Արաքյալը։ Ուրեմն ինչպես որ Քրիստոս խոսեց, քարոզեց, ապրեց, մարդկանց բերեց այդ փրկությունը, այնպես էլ Պողոս Արաքյալը ինչ որ խոսեց, մարդիկ իր մեջ տեսան, առանց տրտնջալու, առանց դժգոհելու, բանտերիում, շղթաների մեջ, աքսորի մեջ, երբևէ նրա դեմքին նախ տխրություն չտեսան, հուսահատություն չտեսան, այլ հակառակը այս ամենի մեջ Պողոս Արաքյալը ինքը ուրիշներին էր ոգևորում, զորացնում, որ ինչ էլ որ պատահի, ձեր հույսը, ձեր վստահությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Երրորդը ասում է իմ կամեցողությանը։ Տեսեք սիրելիներ, այսօրվա մարդուն եթե հարցնես, այսինքն կամեցողություն գիտեք, չէ՞, նաև նպատակը։ Այսօրվա մարդուն երիտասարդից մինչև ծեր, երբ որ հարցնես, որն է քո նպատակը, ամեն մեկը մի տարբեր պատասխան պիտի տա։ Եվ չես էլ հասկանալու, կարող եմ այդ մասին մտածում է, թե չէ։ Օրինակ շատ հաճախ, հիմա այս որ հարցնեմ ձեզ, եթե այսօր ձեր վերջին օրը լիներ, ինչ կանեիք։ Ինչ կանեիք։ Օրինակ ես ինքս, եթե իմ այսօր իմ կյանքի վերջին օրը կլիներ, կգտնեին մարդկանց, որ նեղացրել եմ գիտակցաբար կամ գիտակցաբար, ես ներողություն կխնդրեի իրենցից։ Ամեն մեկը մտածեք, դուք ինչ կանեիք։ Ուրեմն Պողոս Արաքյալի նպատակը հստակ է։ Իր նպատակն է մարդկանց բերել դեպի փրկություն։ Ուրեմն ինչ էր անում սա, Պողոս Արաքյալը հոժարակամ սիրով էր անում։ Այսինքն իմ նպատակը մեկն է, սիրով ես գնում եմ քարոզելու ավետարան։ Իսկ Հռոմեացի նամակի մեջ ասում է, ես չեմ ամանչում, որովհետև Աստծո խոսքն եմ քարոզում։ Ուրեմն իր նպատակը հստակ էր։ Մի ժամանակ հալածիչ էր, հետո դարձավ քարոզիչ։ Մի ժամանակ Քրիստոսին թշնամի էր, հիմա Քրիստոսի ամենասիրելինն է կամ ամենաշատ սիրողն է, եւ Քրիստոսը իրեն վստահեց ավետարանը, որպեսզի ամբողջ Եվրոպան մեկ հոգին քրիստոնեություն քարոզի եւ մարդկանց դեպի փրկություն բերի։ Ուրեմն այս ընթացքում էլ ամեն տեսակ դժվարություն, նեղուցներ պիտի հանդիպի, բայց երբ որ մեկը հոժար է, այսինքն սիրով է անում, ինքը չի հուսահատվում, չէ՞։ Երբ որ դու սիրով ես ճաշը պատրաստում, չես նեղում, թե ինչ կյանք էր, ինչի համար ես ամենուր պիտի ճաշեմ, ինչի պիտի ես տունը մաքրեմ, ինչի պիտի ես ամենուր արթնանամ, այս բան անեմ։ Եթե այս ամենը դու անում ես, նշանակում է քո արածը քո ընտանիքի մեջ անգամ սիրով չես անում, հոժարությամբ չես անում։ Իսկ Տերը գնահատում են, երբ որ մենք հոժար ենք եւ այդ հոժարության մեջ նաեւ մեծ սեր ենք դնում, սիրով ենք անում այդ ամենը։ Երբ որ մի բան դու սիրով չես անում, ինքը երկար կյանք չունի։
Մի բանը, որ սիրով արված չէ, դիմացի մարդը հասկանում է եւ այդ արածի մեջ ինքն էլ նեղվում է, հուսահատում է, որ դու ինչ որ մեկի մոտ գնացել ես, ինքը քո արժեվ պարտականություն որպես այդպես է այդ ամենում։ Իսկ երբ որ դու հոժարակամ սեր ես դնում, ցանկացած բան կարող ես փոխել այս աշխարհի մեջ։ Տեսեք, մեկ հոգին հոժարակամ սիրով ամբողջ Եվրոպան քրիստոնեացրեց։ Մեկ հոգին Պողոս Արաքյալը, ուրեմն դրա համար ասում է հոժարացում հիմ կամեցողությունը վերցրու, այսինքն նպատակը հստակ դարձու քո կյանքի մեջ, եթե ուզում ես բժիշկ դառնաս, ուրեմն ամենալավը պիտի լինես, դու մեզ զինվորական լինես, ամենալավը պիտի լինես, ոչ թե միչակություն, միչակությունը լավ բան չէ այս կյանքի մեջ, երբ որ դու այսպես յոլա տանելու համար ես ինչ որ բան անում, արդեն ձախողած ես, բայց երբ որ դու ձգտում ես դրանից դուրս ոչ թե քեզ համար, այլ քեզ ես ծառայեցնում, քո նպատակը քո միջոցով ուրիշներին օգնելն է, Աստված օրհնում է եւ զորացնում է քեզ։ Չորրորդը ասում է ամուր կարճած մնա իմ հավատքից, իմ հավատքը ունեցի։ Ինչ է սա նշանակում։ Պողոս Արաքյալի հավատքը կենթանի հավատք, որտեղ ինքը դեմ առ դեմ նախ Հիսուսին հանդիպես, չէ՞։ Եվ Հիսուս ասեց. Պողոս, ինչու ես ինձ հալածում, ասես դու ես այն Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Ուրեմն կենթանի հավատք ուներ Պողոս Արաքյալը, քանի որ հիմնված էր Հիսուս Քրիստոսի վրա։ Այն հավատքը, որ Հիսուս Քրիստոսի վրա հիմնված չէ, շատ շուտ քանդվում է։ Ինչու՞։ Օրինակ մարդիկ կան, երբ որ իրենց տանը բոլորը միշտ աղոթել են, եկեղեցին, այս սովորույթի համաձայն գնում են, խորը հիմքեր չունեն։ Բայց հավատքը պիտի անպայման արմատներ դնի քո մեջ։ Երբ որ արմատ չկա, մի հատ փոքրիկ դժվարություն, փորձություն, նեղություն, կորուստ անգամ եթե լինում է, մեր հավատքը միանգամից ոչինչ է։ Մենք առաջի բանը որ անում ենք, նախ Տիրոջն ենք մեղադրում, որտեղ մեր հավատքը այսպես ժամանակավոր հավատք է։ Իսկ որպեսզի սա ամուր լինի, դու պիտի արմատ գցես։ Իսկ Պողոս Արաքյալի հավատքը Հիսուս Քրիստոսի վրա էր հիմնված։ Սակայն այս հավատքի մեջ, եթե մարդը ունի ու չկա վստահությունը, չկա հույսը, չկա սերը, իր հավատքը շատ ժամանակավոր միջոց պիտի դառնա։ Նեղության ժամին։ Տեսեք, երբ որ մարդը նեղության ժամին դիմում է Աստծուն, դա շատ լավ է, չէ՞։ Լավ բան է, որ մարդը ամեն ինչից տեսնում է մարդկանցից էլ հույս չկա, ինքը գնում է Աստծուն։ Սա նշանակում որ ինքը վստահում է եւ հավատում է Աստծուն։ Բայց սա ամենակարևորը, սեր չէ Աստծո հանդեպ։ Սա Աստծո հանդեպ սեր չէ։ Դա նույնն է, որ որևէ մեկին դու ամիսներով, շաբաթներով կամ տարիով նեղացնես, ցավացնես, բայց միշտ վստահ լինես հոգուտ խորքում, որ երբ որ դու գնաս իրեն մի հարցով դիմես, ինքը անպայման քեզ պիտի օգնի։ Նշանակում է դու այդ մարդու սերը չարաշահում ես։ Իսկ այստեղ Պողոս Արաքյալը ցույց է տալիս, որ հավատքդ պիտի հիմնված լինի սիրո վրա, կենթանի պիտի լինի եւ այդ սերը ապրեցնող պիտի լինի։ Այսինքն մարդը, որ գա մոտենա քեզ, այդ հավատքով ինքը պիտի ապրի։ Մարդ կա, չէ, որ ինքը շատ խոսում է գեղեցիկ, բայց իր խոսքը մեզ համար վստահություն չէ։ Օրինակ ձեզ համար մի օրինակ պատմեմ, երբ որ Արիոսը, գիտեք, 4-րդ դարում 325 թվականին, այդ ժամանակ, երբ որ հայտարարեց, որ Հիսուսը Աստված չէ, արարած է, իրեն Աստված արարել է, առաջին տեզերական ժողովը գումարվեց, որպեսզի այդ հարցը լուծվեն, եւ մի չարչարված հոգեվորական, որ աչքը չկար, արդեն ձեռքը կտրտված, ինքը արդեն կաղում էր, այդքան տանջանքներ, ասում է կարող եմ ես բանավիճել արիոսականների հետ, ասում են հայր լավ է, բայց մենք գիտենք դու կենթանի նահատակ ես, բայց դու այն ամբողջ գիտելիքները, փիլիսոփայությունը չունես, որ սրանց հետ բանավիճես։ Երբ որ գալիս է կանգնում է, նայում այդ հակառակորդի աչքերի մեջ, ասում է Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է եւ Աստված է։ Դիմացին ասում է հավատում եմ։ Այսինքն տեսեք ինչքան խորը հավատք ուներ, այնքան ջերմությամբ է ասում, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, Աստծո որդին է, մեր փրկիչն է, անհավատը ասում է հավատում եմ, դու ճիշտ ես եւ հաղթանակած է դուրս գալիս։ 5-րդը ասում է իմ հավատարմությունից, համբերատարությունից կարճած մնա։ Ինչ ասել է համբերատարություն։ Այս կյանքում հեշտ է մարդկանց հավատքի բերել։ Ոչ։ Այսինքն երկար ժամանակ է, չէ՞, այսինքն համբերատարությամբ, այսինքն երկար ժամանակ պիտի չարչարվես, որ մեկ հոգու հավատքի բերես։ Մեկ հոգու։ Տեսեք Հիսուս Քրիստոս, երբ որ երկրի վրա ապրում էր, քարոզում էր, քանի մարդ էր Հիսուսին հետևում։ 12 առաքյալները, յուղաբեր կանայք, 72 աշակերտները կամ էլի մի քանի 100 հոգի, բայց ամբողջ այդ երկիրը, ժողովուրդը անտարբերության մեջ էր։ Մեն Հիսուսի հարությունից հետո որ շատ-շատերը հավատացին։ Հիմա նույն այս օրինակով մարդկանց հավատքի բերելու համար մարդը պետք է
համբերատարություն ցուցաբեր։ Ինչպես որ այգեգործը, չէ, երբ որ ծառ է տնկում, էտում է, ջրում է, սրսկում է, սպասում է պտուղներին, չէ, ասենք օրինակ ծառ կա, երբ որ տնկում ես, 3 տարի հետո նոր պտուղ է, չէ, տալիս։ Բերք օրինակի համար, երբ որ վարունգի այդ շիթիլը դնում ես հողի մեջ, պիտի սպասես 60 օր, որ ինքը ծաղի կտա, բացվի։ Այդ ընթացքում պիտի ջերմություն ապահովես, ջրես, կողքերը մաքրես, խնամես, որ ինքը պտուղ տա։ Այնպես էլ մենք տեսնում ենք այս օրինակը նաև անպտուղ թզենու առակի մեջ, չէ, ասում եմ մի մարդ իր այգու մեջ թզենի տնկեց, հետո 3 տարի եկավ պտուղ քաղելու, պտուղ չգտավ։ Ինչ էր սա։ Մարդուն Աստված երբ է գալիս այցելության։ Իր մանկության ժամանակ, երեխա ժամանակ այցելության գալիս, իր երիտասարդության, պատանեկության տարիներին այցելության գալիս եւ իր ծերության ժամին այցելության գալիս, այդ մարդուց պտուղ ստանալու։ Տեսնի այս մարդը, որ քրիստոնյա է դարձել, մկրտվել է, արդյոք իր հավատքի ծառը պտուղներ ունի, որից ինքը կարող է քաղել։ Ուրեմն այս դժվար գործի մեջ, այսինքն տեսեք, ինքը այսքան քարոզեց Պողոս առաքյալը, հալածանքներ, չարչարանքներ կրեց, նեղություններ կրեց, բանտարկվեց, որ մարդկանց դարձի բերի, բայց շատ քիչ մարդիկ են լսում։ Հեսա որ հաջորդ համարի մեջ կտեսնենք, ոնց են իրեն ծեծում ու քաղաքից դուրս շպրտում են, որ ինչու է եկել այստեղ քարոզելու համար։ Դրա համար ասում են, իմ համբերատարություն ունեցիր, որպեսզի ցանկացած մարդուն, որ ուզում ես փրկել, եթե պետք լինի 1 տարի գնա նրան այցելության, 2 տարի գնա, եւ ինչպես որ ասում է ծառը կտրեք դեն նետեք, այգեպան, այսինքն Հիսուս ասում է 1 տարի էլ ժամանակ դուր կողքերը փորեմ, փապկացնեմ, պարարտանյութ տամ, եթե նորից պտուղ չտա, այդ ժամանակ կտրենք, այսինքն այս կյանքը, որ մենք ունենք, այդ ժամանակն է տրված մեզ։ Եվ Աստված էլ համբերատարությամբ սպասում է, այսօր Աստծո կեցվածքը մեղավոր մարդու հանդեպ համբերատարությունն է, որտեղ Աստված չի կամենում մեղավոր մարդու մահը, այլ նրա դարձը եւ փրկությունը։ Դրա համար ամեն մեկիս Աստված երկար ժամանակ է տալիս։ Հիմա տեսեք, այստեղ մի օրինակ բերեմ։ Մենք շատ հաճախ մեր շրջապատում լսում ենք, ասում են, այդքան հավատում ես, աղոթում ես, բա ինչի հիվանդացար, բա ինչի քո հետ այսքան ձախորդություններ, դժվարություններ պիտի լինի։ Սա էլ այդ համբերատարության մասին է խոսում, որովհետև անհավատ մարդու համար իրենց թվում է, թե իրեն երբ որ մեկը հավատաց, իր համար ամեն ինչ հեշտությամբ պիտի լինի։ Բայց հենց այստեղ է, որ մեր համբերատարությունն էլ երևում է, որ հավատացող մարդ հիմա հաջորդ համարի մեջ կտեսնենք, ասում է, ով որ ուզում է Քրիստոսին հավատալ եւ ապրել, ասում է, թող իր անձը պատրաստի փորձությունների։ Ուրեմն հավատքող մարդու համար այս աշխարհի իշխանը սատանան պիտի ամեն օր փորձություններ լինի եւ համբերատարությամբ մենք էլ պիտի սպասենք, ինչեւ որ Տերը ճիշտ ժամանակին մեզ ցույց տա ամեն բան։ 6-րդ ասում է կարճած մնա իմ սիրուն, իմ սիրուց էլ կարճած մնա։ Տեսեք, ինչպես որ Տերն է սիրուն բոլոր մեղավոր մարդկանց առանց աչառության, այնպես էլ մարդը պիտի կարողանա բոլորին սիրել հավասարապես։ Ծնողը եթե իր զավակների մեջ տարբերություն դրեց, նա ինքը թշնամություն է դնում իր զավակների միջև։ Երբ որ մեկի համար շատ ես անում, մյուսի համար քիչ ես անում, դու նրա մեջ նախանձ ես հրահրում։ Ցավոք սրտի ծնողների մեջ այդպես կան, մեկի համար անում են ամեն ինչ, մյուսի համար անում են ոչինչ։ Ու հույս ունենալ, որ եթե այս մեկի համար չենք անում, ինքը կարող է իր համար անել։ Խնդիր չկա, ինքը կարող է անել, բայց նաև ծնողը պիտի այդ սերը ցուցաբերի հավասարապես։ Նույն ձևով զավակը իր ծնողի հանդեպ այդպես պիտի լինի, ամուսիններ իրար հանդեպ այդպես պիտի լինեն։ Եվ այս սերը պիտի այդպես կարողանաս պահպանել։ Հիմա տեսեք, այնպես էլ մենք նույնը պետք է գործենք, եւ ճշմարիտ սերը չի քանդվում։ Եթե մեկը ճշմարիտ սեր ունի, այդ սերը չի քանդվում։ Օրինակ տեսեք, ամենակարևոր բանը այսօր մարդիկ անդադար իր ասում են, չէ, ես քեզ սիրում եմ, ամեն ինչի մեջ ես քեզ սիրում եմ։ Մեկը մի բան է ուզում իր համար օգնում ես, ասում ես քեզ շատ եմ սիրում, ապրես որ արեցիր։ Մեկի մի բան ես խնդրում, քեզ շատ եմ սիրում, որ այս բանը խնդրեմ կանես, շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Հիմա տեսեք, բայց մեկ էլ տեսնում ես, այդքան խոստումների մեջ, հատկապես այսօր երիտասարդ սիրահար զույգեր ամեն օր այդ բառերն իրար ասում են, ամուսնանում են կարճ ժամանակ հետո ընտանիքը քայքայվում է, որովհետև այդ սերը հոգևոր խորը ճշմարիտ արմատներ չուներ իր կյանքի մեջ։ Մի օր երկու սիրահար զույգ այգում նստած, ես քեզ սիրում եմ, մյուսն էլ ես էլ քեզ եմ, այսպես մի 15 րոպե, 20 րոպե իրար ասում են, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ ավելի շատ եմ սիրում, կողքը նստած մի մարդ ասում է, դե զզվցրեցի, սիրում եք իրար, ամուսնացեք, ինչ եք այսքան ասում։ Մենակ ասելով չէ, այսինքն այդ բառերը ասելով չի։ Ուրեմն այդ սերը հոգևոր է, դրա համար Սուրբ Գիրքն ասում է Աստված սեր է եւ Աստված հոգի է, մարդն էլ Աստծուն պետք է այդ հոգևոր սիրով սիրի։ Եվ ամեն ինչի մեջ այս սերը պետք է ցուցաբերես։ Եթե սեր չկա քո հավատքի մեջ, քո հավատքի արտահայտող ամենակարևոր կողմը սերն է։
Եթե սերը չկա, զուր է։ Տեսեք, երբ որ Պողոս Արաքյալը Կորինթացի նամակի մեջ ասում է, երեք բան է մարդում՝ հավատքը, հույսը, սերը, եւ սրանցից մեծագույնը սերն է, ինչ է սա։ Հավատքը մեր այն նավն է, որի մեջ մենք մտնում ենք, չէ՞, այսինքն եկեղեցին այն հավատքի նավն է, որի մեջ մենք մտնում ենք փրկություն ունենալու համար, չէ՞, այսինքն մենք եկեղեցով ենք փրկվում։ Ինչպես որ Նոյ իր ընտանիքով մտավ տապանի մեջ փրկվեց, այնպես էլ մարդը, որ ինքը մտնում է եկեղեցու մեջ, հավատքի կյանք է սկսում ապրել, այս աշխարհի ալեկոծությունները, փոթորիկը, ձունը, քամին, ինչ էր որ լինի, այդ հավատքից մարդուն չի կտրում, բայց այդ հավատքի նավը որպեսզի առաջ գնա մեզ ինչ է պետք։ Սեր եւ հույս։ Սեր այդ նավի առագաստն է, որ բացում ես, որպեսզի առաջ գնա, իսկ քամին այդ սերն էլ այն քամին է, որ քո հավատքի նավը միշտ առաջ է տանում։ Եթե չկա այս օրինակը քո կյանքի մեջ, այս սերը, ճշմարիտ սերը չկա քո կյանքի մեջ, դու շատ հեշտությամբ ինչ որ ստեղծել ես, կարճ ժամանակ հետո պիտի քանդես։ Եվ 7-րդը ասում է նաև իմ համբերությունից կարճացման, արտեսեք այնտեղ համբերատարություն էր, այստեղ համբերություն։ Ինչ է սա։ Ուրեմն նաև սա հարատևություն է այստեղ նշանակում հոգևոր իմաստով։ Ուրեմն Պողոս Արաքյալն ասում է, որ շատ հալածանքների ենթարկվեց, չարչարվեց, բայց ինքը հարատևեց, համբերատար տարավ այդ բոլոր հալածանքները, չարչարանքները ու նեղությունները։ Երբ որ մենք հավատքի կյանք ենք սկսում ապրել, մեր ընտանիքի մեջ արդեն կարող են մարդիկ մեր հետ խնդիրներ ունենալ։ Չէ, այսօր շատ կան, որ մարդ ուզում է գա եկեղեցի աղոթել, ամուսինը թույլ չի տալիս։ Կամ կիսուրը թույլ չի տալիս, որ հարսը գնա եկեղեցի։ Արգելում է, ասում մենք լիքը գործ ունենք, եկեղեցու գնալու ժամանակ չունեն։ Սա էլ հալածանք է։ Չկարծեք, որ սրանք ուղղակի սովորական առօրյա հոգսեր են, դժվարություն են։ Սա էլ ընտանիքի մեջ հալածանք է, որ մարդուն արգելում է Սուրբ Գիրք կարդալ, եկեղեցի գնալ, աղոթել, հələ մի հատ էլ երեխաներին, այդքանից հետո մի հատ էլ երեխաներին ուզում տանել եկեղեցի աղոթքի կյանք, որովհետև իրենց թվում է թե եկեղեցի գնացողները արդեն խելքները գցել են։ Դրա համար ասում է համբերություն ունեցա բոլոր այս հալածանքների մեջ, դժվարությունների, նեղությունների մեջ։ Հիմա 11 համար ընթերցեմ, որ հասկանաք նաև ինչ է սա նշանակում։ Այս հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիայում, Լյուստրայում, գիտես թե ինչպիսի հալածանքներ ենթարկվեցի, բայց Տերը ինձ փրկեց այդ բոլորից։ Նով Քրիստոսին հետևում է, սիրելիներ, եւ ցանկանում է կյանք ունենալ Քրիստոսի հետ, չպետք է նաև սпасել, որ այս կյանքը հանգիստ ու խաղաղ պիտի լինի ընթացքում։ Ինչու, որովհետև մարդը, որ լույս ունի իր մեջ, շատ շատերին խանգարում է։ Պետք չի, որ դու մարդուն, չար մարդուն, խավարը սիրող մարդուն վատություն անես, որ ինքը քեզ ատի։ Քո լույսը արդեն հանդիմանություն է։ Ինչու են սուրբերը այդքան նահատակվել։ Մենք ինչու այդքան սուրբ նահատակներ ունենք, որովհետև նրանց մաքրամաքուր կյանքն կենցաղը հանդիմանություն է եղել մեղավոր մարդկանց համար։ Այսինքն սուրբ մաքուր մարդու կյանքը այն հայելին է, որտեղ մեղավոր մարդը ամեն օր իրեն տեսնում է։ Եվ սրա պատճառով շատ շատեր այս հալածանքների պիտի ենթարկվեն։ Եվ այս աշխարհը այդ արդարությունը չի սիրում։ Եվ երկրորդ մի կարևոր բան, երբ որ դու ուզում ես ինչ-որ մի գեղեցիկ բան գնես, ինչ ես անում։ Վճարում ես, չէ՞, այսինքն երբեմն նաև թանկ ենք, չէ՞, վճարում, որ ունենանք։ Հիմա երկին գնալու ճանապարհի համար էլ թանկ պիտի վճարես։ Այսինքն քո կյանքը հալածանք այդ գինն է, որ դու վճարում ես։ Մեր մասին սուտ պատմություններ կհորինեն, մեր մասին բամբասանքներ կտարածեն, մեզ կչարախոսեն, մեզ կնախանձեն, մեզ կատեն, ամեն բան պիտի անես, այդ գինն է, որ դու վճարում ես երկին գնալու համար։ Առանց այս գինը վճարելու չես կարող։ Եվ այս աշխարհը չի կարող արդարություն ունենալ այս աշխարհի մեջ, որպեսզի քեզ պաշտպանի։ Չկա այդպիսի բան։ Եթե հիմա մի հատ շանը սատկացնես, քեզ դատ կտան, բայց երբ որ մի քրիստոնյա ամեն օր ծաղրես, ոչ ոք քեզ բան չի ասի։ Հակառակը շատերը նաև կուրախանան, որ այդ հալածանքներին այդ մարդը ենթարկվեց։ Ուրեմն այստեղ հիշված այս հալածանքները պատահեցին որտեղ Պողոս Արաքյալի առաջին ճամփորդություն, որ առաջին անգամ ինքը գնաց այս տարածքները քարոզելու, Տիմոթեոս այդ ժամանակ Պողոս Արաքյալի հետ չէր։ Հետո Տիմոթեոսը դարձի եկավ, Պողոս Արաքյալը նրան մկրտեց, պատմել եմ այս մասին ձեզ, նոր արդեն երկրորդ ճամփորդության ժամանակ Տիմոթեոսը ուղեկցում էր Պողոս Արաքյալին։ Ուրեմն հալածանք տարապանք կրելը ճշմարիտ քրիստոնյայի համար հիմնական առաքելություն է, այսինքն պիտի անցնենք այս ամեն։ Դա համար Հիսուս ինչ է ասում, երբ որ ձեր մասին վատ բան խոսեն, չարախոսեն, ուրախացեք, երանի տվեք,
որ մարդիկ ձեզ չարախոսում են, ասում են իմ անվան համար եք այդ ամեն ինչը անում։ Եվ ով ուզում է Հիսուսին հետևել, ուրեմն ինքը ինչ պիտի անի։ Հիսուս ինչի ասում։ Թող վերցնի ինչը իր խաչը եւ գա իմ հետ։ Այսինքն նշանակում է Քրիստոսին հետևելու համար մենք խաչի ճանապարհ պիտի անցնենք։ Այսինքն մենք ասում ենք սա իմ խաչն է, ես կտանեմ այդ խաչը։ Ուրեմն այս խաչի ճանապարհը պիտի անցնենք։ Բայց մի կարևոր այստեղ հանգաման կա, տեսեք։ Եթե անգամ նույնիսկ ասենք դու նեղության, դժվարության մեջ ես, Տերը քեզ չի հանում այդտեղից, թողնում է մնաս։ Կարևոր մի բան կա, ինչ է անում։ Մեզ զորությունը ուժ է տալիս այդ փորձությունը հաղթահարելու համար։ Ուրեմն երբեմն պետք է, օրինակ փորձությունը Աստված մարդուն փորձում է, ոչ, չի փորձում երբևէ։ Մարդը ոնց է փորձվում, ինչպես Հակոբոս Առաքյալն ասում, տարվելով եւ խաբվելով իր իսկ ցանկություններից, այսինքն ինչ ցանկություններ դու ունես, դա պատճառ է դառնում քո նպատակների հասնելու համար ընկնես փորձության մեջ։ Բայց Աստված կարող է թույլ տալ, որ փորձությունը մոտենա քեզ։ Ինչու՞։ Երեք պատճառ կա։ Առաջինը, որպեսզի դու քո հավատքի մեջ ավելի ամրանաս, այսինքն տեսնի քո հավատքը մակերեսային հավատք է, թե խորը արմատներ ունեցող հավատք է։ Միայն ուրախության, առողջության, հաջողության ժամին ես Տիրոջը վստահում, թե նաև նեղության ժամին ես վստահում։ Երկրորդ, Տերը թույլ է տալիս, որպեսզի դու քո այդ փորձությունները անցնելու մեջ հաղթանակած դուրս գաս, որպեսզի այն ինչը որ դու հաղթել ես, հաղթանակով հասցրել ես իր ավարտին, դա քոնն է, չէ՞։ Օրինակ, երբ որ երեխային մենք այսօր գումար ենք տալիս, ինքը ուղղակի ծախսում է գումար, բայց երբ որ ինքն է աշխատում, ինքը շատ խնայողաբար է այդ գումարը ծախսում։ Այնպես էլ հոգևոր կյանքն, երբ որ ուղղակի տրված է քեզ, դու չես գնահատում։ Այ մենք ամեն օր ասում ենք անցյալով մեր հպարտանում ենք, չէ՞, մենք այսպես տաճարներ ունենք, այսպիսի սուրբեր, բայց մենք այսօր դրանցից մեկի պես չենք ուզում լինել ու չենք ապրում։ Եվ երրորդ, Աստված թույլ է տալիս, որպեսզի սատանային ցույց տա, որ իմ ծառան էլ կարող է քեզ հաղթել։ Այսինքն ինձ հավատացող ճշմարիտ քրիստոնյան կարող է քեզ հաղթել ցանկացած իրավիճակի մեջ, որովհետև ինքը Քրիստոս ունի եւ այդ զորությունը տրված է Աստծուց։ Հիմա այստեղ երեք անուն նշանակ հիշատակեց Պողոս Առաքյալը՝ Անտիոքը, Իկոնիան եւ Լյուստրա։ Այս մասին մենք կարող ենք կարդալ Գործք առաքելուց 13 եւ 14 գլուխների մեջ։ Երբ որ գնաց Անտիոք Պողոս Առաքյալը քարոզեց եւ քրիստոնյա անուն առաջին անգամ այս Անտիոքում ստացան քրիստոնյաներ։ Ասում այդ քաղաքի երևելի կանայք, հարուստներ եկան Պողոս Առաքյալին ծեծեցին, քաղաքից դուրս շպրտեցին։ Եկավ Իկոնիա, քարոզեց, ասում է տեղի հрьяաները, որ չէին ընդունում Քրիստոսին, շատերը հավատացին հեթանոսներին, ասում է քաղաքը երկու մասի բաժանվեց, Քրիստոսին հավատացող ու չհավատացող, հետո վերջում իշխաններին խառնեցին, ծեծելով կիսամեռ վիճակով Պողոս Առաքյալին քաղաքից դուրս շպրտեցին։ Գնաց Լյուստրա, նույնը տեղ ունեցավ Լյուստրա քաղաքում, Պողոս անասին գնա մեր քաղաքից, այստեղ չմնա։ Տեսեք, այս երեք քաղաքները շեշտված է, որ հոգու համար Աստծո խոսքը ամենտեղ մենք կարող ենք լսել, բայց ամեն տեղում նաև մեղքը կարող է մեզ հալածել, որպեսզի մենք Քրիստոսի խոսքին չհավատանք։ Բայց այստեղ ամբողջ խոսքը Պողոս Առաքյալի ինչն էր, վերջին տողը նորից կարդամ, ասում է, այս բոլոր հալածանքների միջից Տերը ինձ դուրս բերեց եւ փրկեց ինձ։ Այսինքն ինքը չի ասում ես փրկվեցի, չի ասում իմ հաջողությամբ ես դուրս եկա, այլ Տերը փրկեց։ Այս ամենից Տերը ազատեց Առաքյալին եւ նրա ձեռքից փրկեց։ Հիմա տեսեք, գեղեցիկ մի հատված ընթերցեմ ձեզ Սաղմոսած գրքից, ինչ է ասում Դավիթ մարգարեն։ Արդարները Տիրոջ աղոթեցին եւ Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից։ Հասեք, արդարները Տիրոջ աղոթեցին, Տերը լսեց եւ բոլոր նեղություններից փրկեց։ Ուզում եմ ցույց տալ մեզ, որ ամեն մարդ ով արդար է Աստծո առջև, եւ ինչպես Հակոբոս Առաքյալն ասում, արդարի աղոթքը շատ զորավոր ու գեղեցիկ է։ Երբ որ արդար մարդը աղոթում է Աստծուն, Աստված նրան իր բոլոր նեղություններից դուրս է հանում։ Տեր նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին։ Նույնիսկ այն որ սրտամաշ ենք, արդեն մեր սիրտը կոտրված է, հուսահատված ենք, բայց քանի որ խոնարհություն ենք ունեցել դիմանալ եւ մեր սկզբունքներին չդավաճանել, մեր ինքնությունը չուրանալ, Տերը փրկում է այդ մարդկանց։ Եվ երրորդ ասում է, արդարների նեղությունները շատ են։ Տերը ազատում է նրանց այդ բոլորից, պահպանում է նրանց բոլոր ոսկորները եւ դրանցից ոչ մեկը չի փշրվելու։ Սա էլ են որ ասում են սուրբերին ինչու ենք մենք աղոթում, տեսեք, ասում են նրանց ոսկորները պահելու է անգամ եւ չի փշրվելու։ Ինչպես որ երբ որ
Եղիսե Մարգարեի գերեզմանը չէ սխալման բացեցին, որ երիտասարդին հուղարկավորեն, նրա մարմինը կպավ Մարգարեի ոսկորներին եւ մեռած մարդը հարություն առավ։ Պահպանելու է, ասում է, անգամ մի ոսկոր չի փշրվելու։ Տեսեք ինչքան գեղեցիկ է օրինակը, որ Տերը մեզ դուրս բերես մեր բոլոր նեղություններից։ Ինչ էլ որ պատահի մեր կյանքի մեջ, մեր կողքը ովքեր որ լինեն կամ չլինեն, միշտ հիշեք, որ Հիսուս մեր կողքն է։ Հիսուսի խոսքն է, ես ձեզ հետ պիտի լինեմ ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճան։ Այսինքն չկա մեկ վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ, մեկ օր, որ Տերը մեր կյանքի մեջ ներկա չի։ Այդ մենք ենք, որ իր կյանքի մեջ ներկա չենք։ Ինչ էլ որ լինի, Տերը մեզ փնտրում է եւ գալիս է մեր հետևից փրկելու դեպի փրկություն առաջնորդելու համար։ 12-րդ համարը, որ սա սուրբ գրքի ամբողջ կարծես մեկ տողով ասված լինի այս ճշմարտությունը։ Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն կամ գրաբարով ասում է թող իրենց անձերը պատրաստեն փորձության համար։ Հալածանքի մեջ պիտի լինեն նրանք, ովքեր ուզում են Հիսուսին հավատալ։ Ճշմարիտ աստվածապաշտ մարդը պետք է փորձվի։ Անհնար է որ փորձվել։ Ոսկին որտեղ է փորձվում։ Կրակի բովի մեջ, չէ՞, այսինքն կրակ է թեժացրած կրակի մեջ ոսկին այրում են, մաքրում քոր ավելնորդություն դուրս են գալիս, մաքուր շողացող ոսկին է մնում, այնպես էլ ճշմարիտ քրիստոնյան ինքը ոսկու պես շողացող պիտի լինի եւ պիտի այս փորձությունները, հալածանքները անցնի, որպեսզի իր վրայից ավելնորդությունները հանի եւ ինքը մնա այնպեսին, ինչպեսին որ պետք է ներկայանա Քրիստոսին։ Քանդակագործը մենք ասում ենք քանդակեց, բայց իրականում ինչ է անում, ասում են մեջի թաքնված գեղեցիկի վրայից ավելնորդություններն են մաքրում, որպեսզի մենք քարի մեջ թաքնված հրեշտակին գեղեցկությունը տեսնենք։ Ուրեմն այնպես էլ մարդը կամած իր վրայից պիտի այդ մեղքի ազատվելու համար այս հալածանքի, նեղության, տառապանքի ճանապարհը անցնի, որպեսզի մաքրված դուրս գա։ Եվ փորձությունների մեջ պետք է մաքրվենք, սրբվենք, հատկապես Տիրոջ համար, ոչ թե մեզ համար։ Օրինակի համար այսօր շատ մարդիկ կան, որ քրիստոնյա չեն հավատում, բայց շատ մեծ բարոյական արժեքներ ունեն եւ շատ հաճախ երբեմն զարմանում, որ քրիստոնյայից ավելի կարգապահ են իրենց կենցաղի մեջ, քան քրիստոնյան։ Բայց խոսքը նրա համար, որ դու Քրիստոսի համար պիտի անես այդ ամեն ինչը։ Երբ որ Քրիստոսի համար ես անում, դու այդ ամենին կարողանում ես հասնել։ Երբ մեկը լույսի մեջ է, խավարը սիրող մարդիկ պիտի հալածեն։ Ինչպես ավետարանի մեջ ասում Հովհաննես, ասում է լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Ուրեմն երբ որ Քրիստոս իբրև լույս եկավ այս աշխարհ, մարդկությունը չընդունեց, որովհետև իրենց մեղքերը պիտի բացահայտվեր, իրենք Քրիստոսին սպանեցին, կարծում իրենց մեղքերը կթաքցնեն եւ մեղքերից կանադան։ Այնպես էլ մենք մարդիկ շատ հաճախ, երբ որ լուսավոր մարդ ենք մեր կողքը տեսնում, ինչ ենք անում, փորձում ենք այդ մարդուն սևացնել։ Օրինակի համար ես իմ կյանքից պատմեմ, երբ որ իմ բարեկամներին, հարազատներին կամ իմ մանկությունը որտեղ անցկա մեր գյուղում, որ մեկի մի բան ասում ես, ասում է դու մեր երեխան ես եղել, դու այդ ժամանակին sense բաներ էիր անում։ Ասում եմ, հա, արել եմ, ես չեմ ասում, չեմ արել։ Բայց այն ժամանակ ես չեմ իմացել այդ ամեն ինչը, ես հիմա գիտեմ։ Կամ որ ասում ես, դու մեր երեխան ես եղել, դու մեզ մի ասա, մենք ոնց անենք։ Ուրեմն տեսեք, ուրեմն ամեն ինչ փնտրում եմ մարդը, որ ասի, տես, դու փոքր ժամանակ հայոյել ես, սուտ ես խոսացել, դասից փախել ես, հիմա մեզ մի ասա, մենք այս ամենը ոնց անենք, բայց սա չի արդարացնում, ոչ իրենց, ոչ էլ ինձ մեղադրելով, դու չես արդարանում։ Դրա համար նույնը Ադամն ու Եվան, ասեն, ինչու կերար, ասեցին մենք չէինք կերանք։ Ադամը Աստծուն մեղադրեց, Եվան օծին մեղադրեց, բայց չասեցին, որ մենք մեղավոր ենք։ Ուրեմն դրա համար քո լույսը մարդիկ նաև կարող են խավար ներկայացնել եւ փորձել դրանով արդարանալ։ Ուրեմն Հիսուսի ժամանակներից մինչև այսօր բոլոր ճշմարիտ քրիստոնյաները հալածվել են, տառապել են, չարչարվել են եւ պիտի շարունակեն այս ընթացքը անցնել։ Սա ընթացք է, որ քրիստոնյան, ով ուզում է այդ աստվածապաշտության մեջ լինել, իրական քրիստոնյա։ Ոչ թե նա որ թաքուն մեղքեր է գործում, բայց ոչ ոք չգիտի։ Իրական քրիստոնյան, ով որ ապրում է այս կյանքը, այս հալածանքները պիտի տեսնի եւ պիտի անցնի այդ ճանապարհի մեջ։ Դրա համար ինչ է ասում Հիսուս, եթե աշխարհը ինչ չի ընդունել, ձեզ էլ չի ընդունելու։ Եթե աշխարհը Քրիստոսին մերժել է, Քրիստոսին հավատացողներն էլ պիտի մերժեն։ Ես կարծեմ ձեզ անցյալ անգամ պատմել եմ կամ դրանից ուրիշ օրեր, Մայր Թերեզան արդեն 30 տարուց ավել մահացած է, բայց մինչև այսօր չարախոսում են Մայր Թերեզային մարդիկ, որ երեխաներ է վաճառել, գումարներ է հավաքել, հարստություն է կուտակել, բայց այդ մարդը աղքատության մեջ մահացել է, ոչինչ չի տալի իր հետ,
չգիտես այդ որտեղ այդ մարդը հավաքել այդ ամեն ինչը կամ մնացած սուրբերի կյանքն որ որ տեսնեք շատ հանդիմանություններ կան, կեղծ ցուցմունքներ կան։ Նույնը Քրիստոսի պարագային հիշում եք, ասում է գալիս էին տարբեր մարդիկ ցուցմունքներ են տալիս, բայց ոչ մեկի խոսքը մեկի մյուսի հետ չէր բռնում։ Ուրեմն սա է եղել քրիստոնյա, իրական քրիստոնյայի կերպարանքը կյանքը այս աշխարհի մեջ։ Եվ տեսեք, ասում է ուրիշներ, սա Եբրայեցիների նամակի մեջ է գրված, Պողոս արաքը շատ գեղեցիկ մի հատված ունի, ասում է ուրիշներ, ասում է, չարչարանքի ենթարկվեցին, մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության, եւ ուրիշներ ենթարկվեցին տանջանքների եւ գանահարությունների, կապանքների եւ բանտերի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվեցին, թափառեցին ոչխարներով այծերի մորթիներով ծածկված, ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ, մոլորված անապատում լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։ Տեսեք, ինչեր են անցել մարդիկ։ Այստեղ որ ասում է սղոցվեցին, խոսքը այստեղ Եսայի մարգարեի մասն է։ Ամենաշատը չէ, մենք իր գիրքն են կարդում Կիրակի պատարագի։ Եսայի մարգարեն մեջտեղից սղոցով կտրել են։ Պատկերացնում եք, ինչ դաժանություն, մարդուն սղոցով մեջտեղից կտրես, քարկոծելով սպանել են, բանտարկել են, նիզակով սպանել են, երման ջուրը, մեր Գրիգոր Լուսավորչի չարչարանքները, չէ, ասում այսպես գլխի վրա կախեցին, տակից կրակը վառում են, ծուխ են տալիս, եռացրած ձութը տակ լցրեցին մաշկի վրա, ոտքը դրեցին կոճղերի մեջ, ջարդեցին, 13 տարի օձերի ու կարիճների մեջ ապրեց, բայց իր հավատքը չուրացավ։ Այսինքն այս ամբողջ տառապանք, տեսեք ինչ ասում եմ, դիմացան ինչի համար, լավագույն հարությանը հասնելու համար։ Մերժեցին ազատություն ձեռք բերել, որպեսզի Քրիստոսի սերը չկորցնեն։ Ուրեմն այս կյանքի մեջ էլ այսօր փառք Աստծո, այս պայդրությամբ մեզ չեն ստիպում, որ մենք Քրիստոսից ուրանանք, կգա ժամանակ, կստիպեն, որ մենք Քրիստոսից ուրանանք այս աշխարհի մեջ։ Սատանան գալու է նույնիսկ օրվա հաց այնքան են թանկացնելու, որ գալու մարդուն ասի հոգիդ վաճառի ինձ քեզ մի կտոր հաց տամ ուտես։ Եվ նրանք, ովքեր որ չդիմանան քաղցին, իրական հավատք չունենան, իրենք իրենց պիտի վաճառեն, հոգիները պիտի վաճառեն, եւ Սատանան իր կնիքը պիտի դնի այդ մարդկանց ճակատ, որ այս մարդիկ այլևս ինձ են պատկանում։ Սա է լինելու փորձությունը մարդու կյանքի մեջ։ Եվ մեր այսօրվա այս աշխարհի ասպարեզը ինչով է լցված, զվարճանքով, հաճույքներով, մեղքով, թմրանյութ, այլասերված կյանք, սպանություններ, խաղամոլություն, խաղատներում մարդիկ տուն են վաճառում, ընտանիք են կորցնում, այս ամենը լցրել է մարդկանց զբաղեցնելու համար, հետո էլ պիտի գա այս հաճույքը, որպեսզի դու նորից շարունակես, արդեն երկրորդ պիտի ասի նորից հոգիդ վաճառի, թույլ տամ խաղաս այդ ամենը, որպեսզի այդ ամենի մեջ լինես։ Այս հալածանքը այսօր այս տեսքով է մեր կյանքի մեջ։ Մինչև քրիստոնեությունը աշխարհում հաստատվեց, Ռոմեական կայսրության մեջ գիտեք 314 թվականին նոր Կոստանդիանոս կայսրի էդիկտը հրովարտակը թույլ տվեց, որ մյուս կրոնների մեջ նաև քրիստոնեություն լինի, հետո 324-ին արդեն պաշտոնապես ընդունեց Ռոմեական կայսրությունը, բայց ինչ եղավ սատանայի գործը։ Քանի եկեղեցին քրիստոնեությունը հալածվում էր, քրիստոնեությունը զարթոնք էր ապրում։ Հենց որ քրիստոնեությունը դարձավ պետական կրով, լճացավ ամեն բան։ Սկսվեց մեղքը շատանալ, վեճերը շատանալ, բաժանումները շատանալ, եւ այսօր աշխարհի մեջ հարյուրավոր եկեղեցիներ, տարբեր անուններով եկեղեցիներ, բոլորը Քրիստոս են քարոզում, բայց ոչ ոք իրար չի սիրում եւ միություն չկա, հոգեվոր կյանք չկա աշխարհի մեջ։ Դրա համար ասում է, ով որ ուզում է Հիսուս Քրիստոսով ապրել այս աշխարհի մեջ, թող պատրաստվի փորձությունների։ Եթե ուզում ես ապրել, հիվանդություն էլ պիտի ունենաս, կորուստ էլ պիտի ունենաս, ցավ էլ պիտի ունենաս, անունդ էլ պիտի խայտառակեն, բայց այս ամենի մեջ դու մինչև վերջ հավատարմությամբ, լռությամբ պիտի սпасես։ Օրինակը տեսնում ենք նորից Հիսուս Քրիստոսի մեջ։ Երբ որ Պիղատոս ասում է, այսքան քեզ ամբաստանեցին, ինչու ձայն չես հանում։ Լուր, որովհետև գիտեր, որ այդպես պիտի լինի աշխարհի մեջ։ Երբեմն լռություն ավելի խոսում փաստ է վկայությունը, քան հազարավոր խոսքեր, որ կարող ես ասել քեզ արդարացնելու համար։ Եվ այսօրվա վերջին համարը 13-ը իսկ չար եւ խաբեբան մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան, իրենք մոլորված պիտի մոլորեցնեն ուրիշներին։ Տեսեք, ասում է, չար մարդիկ ավելի պիտի անցնեն, իրենց սահմանը պիտի անցնեն, իրենք մոլորված շատերն էլ պիտի մոլորեցնեն։ Երբ մարդ մեկ անգամ սկսում է մեղք գործել, մեղքի մեջ հայտնվել, չարանալ, ինքը կամաց ավելի է չարանում։ Սա մարդկային կյանք է։ Երբ որ մեկը քեզ ցավեցնում է, դու չես կարող իրան ներել, դու չարանում ես, այդ չարությունը կամաց խորանում է, դու ասում ես մարդուն արդեն ատել։ Նույնիսկ այդ մարդու մահն ես ցանկանում։
քո կյանքի մեջ։ Եվ երբ որ տեսնում ենք հատկապես երբ որ երկրների մեջ հասարակական կյանքը փոթորկվում է, հիմնական պատճառը այս չարության մեջ չկարողանալ խաղաղվելն է։ Սկսում ես դու դիմացինիդ ատել։ Կարևոր չի արդեն ինքը ինչ է ասում։ Դու սկսում ես ատելությամբ լցվել այդ մեկի հանդեպ եւ քո չարությունը խորացնում ես։ Նրանք, ովքեր այս աշխարհին այս աշխարհի ցանկություններով կյանք են ապրում, նրանց հաջողությունները օրեցօր պիտի շատանան։ Մենք տեսնում ենք, չէ, որ ասում են, բայց մարդը ամբողջ կյանքը հավատաց, բայց ոչ մի բանի չհասավ, բայց երիտասարդը հավատում էր, ինչի այսպես շուտ մահացավ, դու ամեն օր եկեղեցի ես գնում, ինչի քասկեղ ունես, դու ամեն օր եկեղեցի ես գնում, ինչի քո տանը կռիվ կա, ինչու տան մեջ իրար չեք հասկանում, սկսում են մեղադրել, չար մարդիկ սկսում են մեղադրել այս քրիստոնյաներին, բայց չարությունը ամեն օր պիտի շատանա, ինչու որտեվ այս աշխարհի իշխան ով է, սատանան, այս աշխարհի իշխանը սատանան է, սիրելիներից, ուրեմն, բայց ինչ է, չպետք է նախանձել այսպիսի մարդկանց, օրինակ, երբ որ տեսնում են մեկը արագ հարստանում է, պետք չի նախանձել այդ մարդուն, պետք չի, Երանի պետք չի տալ այդ մարդուն, երբ որ մերկը միանգամից ոչնչից դառնում է պաշտոնյա, պետք չէ այդ մարդուն նախանձել կամ ցանկանալ նույնը ունենալ, այդ մարդկանց կարճ հաջողությունը հետո հավիտենական տանջանքի պիտի վերածի, Հիսուսը նրանց վարձը դա է այս աշխարհի մեջ, ուրեմն այս աշխարհի իշխանը սատանան ինչ է անում, իրեն պատկանող մարդկանց տալիս այն ամենը, ինչը որ քրիստոնյաները զրկված են, ինչը որ զրկված են, այսինքն քրիստոնյան իր քրտնաջան աշխատանքով է հասնում, սատանայի ծառան շատ հեշտությամբ ամեն բան ունենում է, եւ այս կարճ ուրախության մեջ իրեն կորսում են հավիտենական։ Մենք այս կարճ նեղությունների մեջ շահում ենք հավիտենական ուրախությունը։ Իրեն Քրիստոսի հետ լինել ուրախության համար չեն ապրում։ Տեսեք, երբ որ Հիսուս գնաց Փարիսեցու տուն, որ կանչել էր իր ընկերներին, ինչ արեց Փարիսեցին, ասեց երեն նրան, ով Աստծո տան մեջ երկնքի արքայության մեջ ճաշի կնստի, չէ, Քրիստոս է, ցեղան կնստի երկնքի արքայության մեջ։ Հիմա այս երանություն ունենալով հանդերձ, մարդիկ չցանկացան այդպեսին լինել։ Մարդը, երբ որ ինքը այս աշխարհի մեջ ամեն բան ստանում է, ինքը կորցնում է ամենակարևորը, իր հոգու գեղեցկությունը։ Եվ երբ որ դու չես աշխատում այդ հոգու գեղեցկությունը պահելու վրա, ինքը կամած վերածում է քո մեջ խավար է սերմանում, քո մեջ ատելություն նախանձ դու սկսում ես այս աշխարհի փառքով ապրել։ Այս աշխարհի մարդիկ եւ ընդհանրապես շատ մարդիկ, նույնիսկ քրիստոնյանից շատերը սիրում են փառք։ Փառքի համար ամեն ինչ անում են, իրենց անունը գրվի, իրենց անունը ամեն տեղ հիշատակեն, ինքը հասնի այդ ամեն ինչին, բայց դրա մեջ իրենք ոչինչ չեն շահում, որովհետեւ կորցնում են հավիտենական ուրախությունը։ Ցավոք սրտի, թե հոգեվորականության մեջ, թե աշխարհիկ հավատացյալի մեջ, այս ամենը կա։ Մարդիկ չեն գիտակցում, որ սատանան մեկ ակնթարթ է օգտագործում։ Դրա համար Պետրոս Սարաքերն ասում է, սատանան մռնչացող առյուծի պես ամեն վայրկյան մեր շուրջը պտտվում է հարմար առիթի մեզ կուլ տալու համար։ Մենք այդ հարմար առիթը որ տալիս ենք, ինքը մեզ կուլ է տալիս, իր երախի մեջ է մեզ վերցնում, մենք արդեն չգիտենք էլ, չենք էլ տեսնում, որ մեր շուրջը մեծ պատ կա դրված, որ դու բանտարկված ես, այս աշխարհի կապանքներով ես բանտարկված, անտեսանելի պատով դու բանտարկված ես, գոռում ես անգամ, ճչում ես, բայց քո ձայնը դուրս չի գա, որտեվ քեզ շրջապատել ես մեղքի ցանկապատով, հարստության, փառամոլության, իշխանատենչության, հարստության, եսասիրության, հպարտության, նախանձի պատը բարձրացնում ես կամած, հետո խեղդվում ես դրա մեջ։ Բայց քրիստոնյան, ով որ ինքը խոնարհաբար այս ամենի միջով անցնում է, ինքը այս ժամանակավորի մեջ գտնում է իր հավիտենական կյանքը։ Եվ տեսեք Հռոմեացի նամակի մեջ ինչ ասում Պողոս առաքյալը, ինձ այնպես է թվում, թե այս ժամանակի չարչարանքները գալիք փառքի հետ նույնիսկ արժանի չեն բաղդատվելու։ Այսինքն ինչ նեղություն հիմա մենք կրում ենք այս աշխարհի մեջ, գալիքը որ պիտի ստանանք, նույնիսկ համեմատելու չի, ինչ որ մենք ստանալու ենք այս աշխարհի մեջ։ Աշխարհի դրվածքը այդպեսին է, աշխարհի կյանքը այդպեսին է։ Առաջին մարդը, որ սպանվեց, ի՞նչն էր պատճառը։ Նախանձը, չէ՞։ Աբելը բերեց իր ամենալավ գառնուկը, Կայանը բերեց իր այգու ամենավատ բանջարները։ Աստված ընդունեց, որովհետև ոչ միայն ամենալավն էր, այլև սիրով էր արված։ Սա չարությամբ, պարտականությամբ էր բերված։ Եվ երբ որ Աստված ընդունեց սրանը, սա հարազատ եղբայրը սպանեց հարազատ եղբորը, չէ՞։ Առաջին մարդու թափվեց նախանձի մեջ։ Հիմա երբ որ մենք տանը փոքր երեխա ենք, ինչի համար էին կռվում։ Խաղալիքի համար, չէ՞։ Խաղալիքի համար էին կռվում։ Հետո մեծանում են, ինչի համար են կռվում։
տան ունեցվածքի համար, թե ծնողների ունեցվածքը ում բաժին պիտի մնա։ Հետո որ մի քիչ էլ բարձրանում են, արդեն աշխարհի հետ են կրում շատ բան ունենալու համար։ Եվ բոլոր պատերազմներն էլ աշխարհում ընդհանրապես այս ունենալու համար է։ Այսօր մեկը նավթի համար է կռվում, մեկը բենզինի համար է կռվում, մեկը ոսկու հանքերի համար է կռվում, մեկն էլ իր իշխանությունը հաստատելու համար է կռվում, մեկն էլ կռվում է պարզապես ատելության համար։ Բայց այս նեղությունների մեջ քրիստոնյաները ամենաշատը տուժում են աշխարհում քրիստոնյաները։ Բայց այս հալածանքները, այս նեղություն դժվարությունները նորից ասում եմ, համեմատելու չի գալիք փառքի համար, ինչ որ մենք պիտի ստանանք։ Տեսեք սիրելիներ, մեր կյանքն էլ է այդպես չար մարդիկ, ասում եմ, ավելի չար առաջ պիտի գնան իրենց չարության մեջ։ Մեզ թվում է, թե շատ հաճախ մարդկային կյանքն է բերում իրենց այդ չարությունը, չէ։ Մարդիկ կան, որ շատ նեղություններ են կրել, շատ դժվարություններ, բայց իրենք չեն չարացել։ Մարդիկ էլ կան, որ չեն ունեցել այդ չար նեղությունները, բայց չարացել են։ Ինչու որովհետև սեր չկա իրենց մեջ։ Նորից վերադառնում ենք այնտեղ, որ սիրո պակասից է մարդը չարանում։ Երբ որ սերը չկա, այսինքն քո սնուցող այդ ջուրը չկա, որ քեզ մաքրում է, սրբում է, դու չարանում ես։ Երբեմն տեսնում եմ երեխաներ, ինչ չար հայացքով են նայում, ինչ չարությամբ են պատասխանում։ Ասում ես, Տեր Աստված, այս փոքրիկ երեխայի մեջ այսքան չարություն որտեղից։ Հետո հասկանում ես, որ փոխանցել են իրեն, ինքը դա տեսել է նաև, որ այդ չարությամբ պիտի ապրես։ Երբ որ ծնողը իր երեխային ասում է, երբ որ քեզ մեկը մի բան կասի, կտած գլուխը կջարդես, դու արդեն դնում ես չարության սերմերը այդ մարդու մեջ։ Երբ որ դու իրան սովորեցնում ես գողություն անելուն, սուտ խոսելուն, խաբելուն, կեղծելուն, ինքը այդպես հետո մեծանում է, ավելի մեծ այդպիսի հանցանքներ է գործում։ Դրա համար է, որ փոքրուց պետք է դնես այդ ամենը մարդու մեջ, սերը պիտի դնես, որ չլինի։ Մենք ինչու ենք երեխային ծնված օրից մկրտում։ Ինչու է եկեղեցին որդեգրել այս ձևը մկրտության, որ երեխային ծնված օրից պիտի հանձնես Աստծո ձեռքերի մեջ։ Ծնված օրից պիտի երեխայի ճակատին Աստծո կնիքը դնես, որ աշխարհը իր կնիքը չդնի այդ երեխայի ճակատի վրա, որ աշխարհը իր ստրկության կնիքը չդնի, ինչպես որ ժամանակին չէ ստրուկների վրա նշաններ են անում, կամ սովետական շրջանում կովերի վրա նշան էին անում, կամ թվեր էին կպցնում ականջների վրա։ Այդ նույն բանը, որ իմանան դու ես պատկանում, երբ որ քո ճակատին մերոնը դրված չէ, կնիքը խաչի նշանը քո վրա դրված չէ, աշխարհը իր կնիքը պիտի դնի քո վրա։ Եվ դու չես կարող ընդդիմանալ, եւ բոլորը պիտի փորձեն քեզանից գողանալ այդ ամեն ինչը։ Քո ճշմարտությունը պայելու համար դու շատ նեղություններ պիտի անցնես, բայց չպիտի թուլանաս։ Պողոս Արաքյալը մեկ ուրիշ տեղ ասում է, եթե մեկը կասի, որ շատ հալածանք է, ասում է, ես ավելի շատ հալածանք եմ, ասում եմ, 2 անգամ մեկով պակաս գանահարվել եմ, այսինքն 40 անգամ եթե մարդուն հարված էին, դա անարգանք էր, այսինքն 39, 78 անգամ իրեն հարվածել է։ Ասում է, ընկել եմ ավազակների ձեռքը, թալանվել եմ, նավաբեկության եմ ենթարկվել, բաստովի մեջ եմ քնել։ Դրան էլ ասում է, գումարած իմ քրիստոնյա եղբայրների կեղծավորությունը, չարությունը, ասում է, չեմ հուսահատվել, որովհետև այս ամենը ինձ հասցրել են հույսին, իսկ հույսը, այսինքն Քրիստոս, ինձ երբեք ամոթով չի թողել։ Ուրեմն, երբ որ Տերն ուզում է, որ մենք անցնենք այս ճանապարհը, ուրեմն պիտի հոժարակամ անցնես, ինչպես Քրիստոս ասաց, Տեր, եթե կարող ես այս բաժակը ինձանից հեռացու, բայց թող քո կամքը լինի։ Ուրեմն Տերն ուզեց, որ Հիսուս խմի այդ բաժակը, որտեղ այդ բաժակը պիտի խմեր մարդկանց փրկության համար։ Երբ որ Հովհաննես Առաքյալի, Հակոբոս Առաքյալի մայր եկավ Հիսուսին, ուզում եմ, որ իմ տղաները քո աչում ու ձախում նստեցնեն, Հիսուս ասաց, կարող եք խմել այն բաժակը, որից ես պիտի խմեմ։ Այսինքն, երբ որ ես այդ չարչարանքը նեղություն անցնեմ, դու կարող ես անցնել, դու կարող ես այս ամենի միջով հարատևել, համբերություն ցուցաբերել, հարատևել որևէ մեկին դարձի բերելու համար։ Ասացին, այո, ասաց, ուրեմն կարող եք, բայց իմ աչու ձախը նստնոցնողը ես չեմ, այլ Աստված ինքն է։ Ուրեմն ամեն մեկիցս այդ կոչումը պահանջում է Տերը, որպեսզի այս աշխարհի մեջ մենք սուրբ լինենք։ Եվ դրա համար Հայր Աստված ասում է, եթե ես ձեր հայրն եմ, ապա ուր է իմ պատիվը։ Ուր է իմ պատիվը։ Ուրեմն այդ պատիվը մենք մեր ոչ թե խոսքով, այլ գործով պիտի վերադարձնենք իրեն։ Այսքան այսօր սիրելիներս, թող Տեր օրհնի մեզ մեր խաղաղության մեջ պահի, եւ ինչպես որ Պողոս Առաքյալը Հակոբ Տիմոթեոսին ասաց, որ կարճած մնա իմ համբերությունից, հավատքից, սիրուց, կամեցողությունից, իմ վարմունքից, այնպես էլ մեզանից է պահանջում, որ մենք էլ ամուր մնանք մեր հավատքի մեջ, մեր սրբության մեջ, մեր սիրո մեջ, այս սիրուն երբեք խարդախություն չխառնենք,
ջուր չավելացնենք, այս աշխարհի մեղքը չավելացնենք, այլ հակառակ ինչպես որ Տերը մեզ տվել է, այդպես վերադարձնենք եւ ինչ էլ որ մեր կյանքի մեջ լինի, միշտ հիշենք, ով որ մեզ դավաճանի ուրանա, մեկ է Քրիստոս սպասում է մեզ եւ մեզ հետ այդ ճանապարհը անցնում է։ Եվ վերջին օրինակն է պատմեմ ձեզ, մի օր համակենտրոնացրան ճամբարում երկրորդ համաշխարհային ժամանակ հերթական գնդակահարություն օրներ եւ այդ գնդակահարումների մեջ 10 տարեկան մի երեխա կար, որին կալանավորները ասում են հրեշտակի աչքերով երեխա։ Եվ ասում երբ որ հրնչեց կրակեցին, ասում է բոլորը մահացան, երեխան վիրավորվեց ու արնակամ ընկած թփրտում էր, մեկը կանգնած ասում է բա ուր է Աստված, չի տեսնում Աստված, որ այս երեխան տառապում է, մյուս ասում է քույրիկ իս դու ուշադիր նայր, ասում է այդ երեխայի մեջ Հիսուս ինքն է տառապում ու մահանում։ Այսինքն այդ նույնիսկ այդ ժամին Հիսուս մարդուն մենակ չի թողում։ Եթե մեր ծնողները մեր պահին վերջին վարկը մեր կողքը չեն, Հիսուս մեր կողքն է։ Եթե մենք մեր ծնողների կողքը չենք այդ պահին, Հիսուսի ձեռքերի մեջ են իրենք։ Ինչ էլ որ լինի, Հիսուս ամենուր ամենտեղ յուրաքանչյուրիս պաշտպանում է, սիրելիներ։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի։ Աստված պահապան բոլորիդ։